կարգեցության մասին իմաստուն խոսք ունի, ջրի նման երկար կյանք ունենաս, իսկ ջուրն ապրում է միայն հոսելով, եթե կանգնի, ամենավճիտ ջուրն կճահճանա, այդպես է հարատևում ցանկացած բարի գործը, հաստատությունը, հիմնադիրը, այս խորհուրդն ունի Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանյան կրթագիտական ինստիտուտը, որն այսօր 25 տարեկան է։ Արագընթաց մեր ժամանակներում ակնթարթն ու րոպեն հաշվարկող մարդկային քաղաքակրթության համար քառորդ դարն արդեն ինքնահաստատված պատմություն է, եւ Իշարժան այս հոբելյանը հաճելի մասնակցությամբ է պատվում Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Նատալիա Գարիբարենկոն ջերմորեն շնորհավորեց արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի եւ գիտության ու կրթության նախարարների կողմից Երևանյան կրթօջախի տնօրեն Սահակ Ղուդրատյանին եւ աշխատակիցներին պարգևներ ստանալու կապակցությամբ, նշելով, որ Երևանյան հաստատությունը կրթական ու մշակութային արժեքավոր գործոն է հայ-ուկրաինական հարաբերությունների տարեգրությունը հարստացնող պատվավոր էջ։ Հոբելյանական շնորհավորանքից ու բարեբախտանքից հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը արժևորեց կրթօջախի 25-ամյա արգասաբեր գործունեությունը։ Ջերմորեն շնորհավորում եմ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ եւ կարծում եմ, որ այս նշանակալի հոբելյանը լավ առիթ է ամփոփելու անցյալ ուղին եւ ուղենշելու, ուրվագծելու հետագա զարգացման ուղիները։ Ինստիտուտը կարևոր դերակատարում ունի մեր երկրի կրթության եւ գիտության զարգացման գործում, նպաստելով որակյալ մասնագետների պատրաստմանը եւ Հայաստանի ու Ուկրաինայի միջև կրթական համագործակցության ամրապնդմանը։ Առանձնահատուկ կարևորում եմ Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարության եւ իհարկե Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի հետեւողական աջակցությունն ու գործընկերային ներգրավվածությունը, որոնք իհարկե կարևոր նշանակություն ունեն ինչպես ինստիտուտի Երևանի կրթագիտական ինստիտուտի հիմնադրման, այնպես եւ հետագա արդյունավետ գործունեության եւ զարգացման մեջ։ Հայաստանի եւ Ուկրաինայի միջև կրթագիտական կապերի զարգացումը առանձնահատուկ կարևորություն ունի որպես երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության խորացման եւ համընդհանուր արժեքների տարածման հիմնարար ուղղություն։ Եվ այդ առումով ես ուզում եմ ուղղակի ասել, որ իսկապես ինքը միայն բուհ չի կամ բուհի մասնաճյուղ չի կամ որևէ կոնկրետ կրթական համագործակցություն չի, բայց դա նաեւ երկու երկրներին կապող կարևոր կամուրջ է։ Ու շատ կուզեի, որ բուհի աշխատակազմը, ղեկավարությունը, նաև ուսանողները այդ գիտակցությունն ունենան, որ բացի լավ մասնագետ դառնալուց, նրանք նաև հայ-ուկրաինական կապերի զարգացման առաջամարտիկի դերում պետք է հանդես գան։ Ես ուղղակի կցանկանամ խոսքը վերջացնել, ավարտել կրկին անգամ շնորհավորելով բոլորիս բուհի, ինչպես նշվեց, ոչ այնքան երկար, որովհետև կրթության մեջ 25 տարին մեծ թիվ չի, բայց միևնույնն է նորանկախ Հայաստանի համար դա բավականին շոշափելի թիվ է այդամյակի կապակցությամբ եւ լավագույնը մաղթել պարոն Ղուդրատյանին, իր թիմին եւ բոլորին ու մաղթել, որ մեր համատեղ ջանքերով բուհը ել ավելի կկայանա ու ել ավելի կնպաստի մեր երկու երկրների միջև կրթության եւ գիտության ոլորտներում համագործակցությանը։ Հարգելի հյուրեր, գոլեգաներ, սիրելի շրջանավարտներ եւ ուսանողներ, շնորհավորում եմ մեզ բոլորիս մեր ինստիտուտի 25-ամյա հոբելյանի արդիվ։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ուկրաինայի կառավարությանը աջակցության համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տարիներ շարունակ անհադույց տարածք տրամադրելու եւ մեր գործունեությանը նպաստելու համար։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը, նախարար Անդրեյ Սիբիգայի գլխավորությամբ, ինչպես նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում Ուկրաինայի դիվանագետներին այս 25 տարիների ընթացքում մեր կողքին լինելու համար։ Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությանը, ինչպես նաև Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարությանը այս 25 տարիների ընթացքում մշտապես մեզ աջակցելու համար։ Խորին երախտագիտություն եմ հայտնում մեր մայրբուհին,
Աքսանա Միրոնովնայի գլխավորությամբ, ով այսօր այստեղ մեզ հետ է դահլիճում։ Եկեք մի հատ ծափարենք Աքսանա Միրոնովնային։ Նաև իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանին, ով իր թեթև ձեռքով ստորագրեց մեր լիցենզիան։ Պարոն Ղուդրատյանը երախտագիտությամբ է հիշում կրթօջախի հիմնադրման գործում երկու երկրների այն նախաձեռնողների մասին, ովքեր հիմնադրման պահին արդեն հավատով պատկերացնում էին այս նվաճումը։ Այո, անցյալը երբեք չի մոռացվում հանուն ներկայի և ապագայի։ Այսօր մեծ սիրով եմ մասնակցում այս միջոցառմանը, որպես հյուր եմ այսօր այստեղ, շնորհավորում եմ Բուհի 25-ամյակի կապակցությամբ, շնորհավորում եմ բոլորին, ուսանողներին, ընդհանուր անձնակազմին, ցանկանում եմ, որ ուսանողները բարձր պահեն ինչպես իրենց բուհի, այնպես էլ ողջ մեր ազգի պատիվը աշխարհում։ Կրկին շնորհավորում եմ 25-ամյակի կապակցությամբ։ Երկիր մոլորակի խենթ մարդահրավերների քաոսային խառնաշփոթում քառորդ դարը լուրջ տարիք է կրթօջախի հիմնադրման և կայացման համար։ Ուկրաինական կողմի բարի կամքի պայմաններում նախաձեռնողն ու հիմնադիրը Սահակ Ղուդրատյանն է, ով հենց սկզբում ընտրեց հեռուն գնացող և առաջին հայացքից խիստ հավակնոտ կարգախոս։ Կրթության բարձր մակարդակի ապահովում, մշակութային արժեքների գնահատում, անսահման սեր հայրենիքի և լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ։ Հայրենանվեր կարգախոսն այսօր անփոփոխ է։ Ուկրաինայի ազգային համալսարանը մայրական հոգատարությամբ զորակցեց Երևանյան մասնաճյուղին, որը հրաշամանուկի պես ամեն տարի նոր անակնկալով էր հարստացնում հայ-ուկրաինական բարեկամությունը։ Երևանյան հաստատությունը ոչ միայն կրթագիտական, այլ նաև բարեկամության կամուրջ է։ Նրա ոգին և ճարտարապետը մեր լավ բարեկամ Սահակ Ղուդրատյանն է, ով նաև Ուկրաինայի հյուպատոսն է Հայաստանում։ Այստեղ ծնվում են ոչ միայն լավ մասնագետներ, այլ նաև ներկայի և ապագայի գրագետ դիվանագետներ։ Ուկրաինայից դուրս գործող միակ պետական ինստիտուտը առաջին հերթին բարի կամքի արժանապատիվ դրսևորումն է ու գնահատականը, ինչին կրթօջախը փոխադարձում է ուսումնական, կրթագիտական բարձր մակարդակով, իր ճշմարիտ առաքելությամբ, բարեվարկությամբ և միջազգային վարկանիշով։ Պատահական չէ, որ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնատարների հայաստանյան այցերի պարտադիր հանդիպման վայրը Երևանյան կրթօջախն է, փոքրիկ Ուկրաինան։ Այն դարձել է ժողովուրդների բարեկամության կրթական ու մշակութային արժեքավոր հանգրվան, որով քառորդ դար հազարավոր սաներ են անցել ստանալով աշխարհի բոլոր երկրներում ճանաչվող պետական կարգի արժանապատիվ դիպլոմ։ Մայր կրթօջախի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, կրթության վաստակավոր գործիչ Օքսանա Դեսյապնյուկի հոբելյանական շնորհավորանքն ու բարեվարդանքը համագործակցության հետագա զարգացման, վստահության և հավատով լի երաշխիք է ու առաջընթացի վստահ գումարել։ Дякую. Երևանյան կրթագիտական ինստիտուտի ծնունդ ու հրաշամանուկի պես 25-ամյա վերընթացը մեր համալսարանի պատմության ամենահիշարժան էջերից է, պարզապես բացառիկ երևույթ է։ Դժվարին ժամանակներում էլ մենք միջոցներ ենք գտնում զորակցելու։ Սա իրոք նվաճում է և պատիվ է բերում երկու կողմին էլ։ Սովորել եմ այս համալսարանի քոլեջում, ավարտել եմ քոլեջը գերազանց առաջադիմությամբ, ընդունվել եմ համալսարանի երկրորդ կուրս, շատ գոհ եմ այս համալսարանի տված գիտելիքներից և հնարավորություններից, թե ապագայի համար, թե ներկայի համար, քանի որ քոլեջի դիպլոմով կարող ենք ընդունվել աշխատելու նույնիսկ բանկերում, իսկ մեր համալսարանի դիպլոմով արդեն կարող ենք ընդունվել աշխատելու բոլոր պետական կառույցներում, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտասահմանյան այլ երկրներում։ Կրթօջախի հիմնադիր Սահակ Ղուդրատյանը, ով արժանացել է Ուկրաինայի բարձրագույն պարգևների, կրթության վերաբերյալ հպարտության սեփական կարգախոսն է բանաձևել։ Մեր դարում ամենազորեղ զենքը ճշմարիտ կրթությունն է, ինչը գիտության ուժով աշխարհը վերափոխող արքիմեդյան հենման կետ է։ Հաղթում է կրթությունը։ Խոստովանենք, որ 25 տարի պետական բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիր ղեկավար մնալը արդեն բացառիկ է։ Մենք այսօր հբարդությամբ կարող ենք փաստել,
որ ինստիտուտը դարձել է երկու ժողովուրդների միջև բարեկամության կամուրջ, այն ոչ միայն կրթական հաստատություն է, այլ համագործակցության եւ վստահության հաշտակ, որը պետք է պահպանել եւ զարգացնել նաեւ ապագայում։ Ինստիտուտն արժանացել է միջազգային բարձր գնահատականի ու պարգևների։ Անշուշտ դա կրթագիտական, արդիական մակարդակի, մայրբուհի եւ մասնաճյուղի ներդաշնակ համագործակցության, բարձր կարգապահության, պրոֆեսորադասախոսական նպատակամետ աշխատանքի համատեղ արդյունքն է։ Ամենամյա ավարտական հրաժեշտի հանդեսները, բազմաբնույթ միջոցառումները, Ուկրաինայի նվիրյալ զավակ, մեծ կոբզար, Տարաս Շևչենկոյի ուժարձանի մոտ մշակութային արժեքների եւ բարեկամության ավանդական ցերեկույթները բովանդակալից են դարձնում ուսանողության առօրյան, մերձեցնում ժողովուրդների։ Շատ ուրախ եմ, որ սովորում եմ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում ու շատ մեծ հնարավորություն է տրվում, որ Ուկրաինայի համալսարանի մասնաճյուղը Երևանում է ու ես հենց այդտեղ եմ սովորում, որի դիպլոմը միջազգային է։ Շատ ուրախ եմ, որ այս համալսարանի սանն եմ, քանի որ մեր դասախոսական անձնակազմը եւ ռեկտորը եւ պրոռեկտորը անչափ շատ հաճելի մարդիկ են։ Իրականում համալսարանի տարիները ամենագեղեցիկ տարիներն են ու իմ ընկերությունը, իմ գիտելիքը ու ամեն ինչը իրականում տեղի ունենում հենց համալսարանում։ Համալսարանին ինձ դասավանդում են ամենավորակյալ մասնագետները ու ես այնքան շնորհակալ եմ, որ ամեն մեկից շատ մեծ բան եմ վերցնում։ Նշեմ, որ մեր դիպլոմը միջազգային է եւ ճանաչվում է ամբողջ աշխարհում։ Ստանում ենք բարձր գիտելիքներ եւ իմ սպասումները որ կանցնեմ լավ աշխատանքի։ Հպարտանալու մասերը շատ են։ Հավասիկ բազմաթիվ տեխնացուներից Հանրապետության նախագահի կողմից միայն 30-ն է արժանացել Ուկրաինայի կրթության վաստակավոր գործչի կոչման, որոնցում միակ այլ երկրի քաղաքացին Սահակ Կոնդրատյանն է, ով արժանացել է նաև Ուկրաինայի Կիևի եւ համայն Ռուսիո պատրիարքի Սուրբ Յուրի Պոպետանոսեց բարձրագույն իշխանանշանի։ Նույնքան էլ հպարտացնող է Սահակ Կոնդրատյանը հեղինակավոր հոդվածներով ներկայացված է Ուկրաինայի ազգի ոսկե ֆոնդ գրքում եւ Ուկրաինայի պետական պարգևները, դափնեկիրներ եւ ասպետներ հանրագիտարանում։ Խոստովանենք, որ դա նաեւ սեփական երկրի կրթության գործի նկատմամբ Ուկրաինայի պետության ինքնահարգանքի եւ այդ գործի նվիրատների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի արտահայտություն է։ Դա մարդկային արժեքները գնահատելու բարոյականություն է։ Սրտան շնորհավորում եմ իմ հարազատ ինստիտուտի 25-ամյակը։ Այս տարիների ընթացքում համալսարանը դարձել է գիտելիքի, զարգացման եւ մարդկային արժեքների կարևոր կենտրոն, որտեղ կրթվում ու ձևավորվում են ապագայի մասնագետները։ Ինձ համար պատիվ է լինել այս ընտանիքի մի մասը եւ իմ ներդրումն ունենալ այս կրթօջախի ճանապարհին։ Մաղթում եմ, որ ինստիտուտը շարունակի իր առաջընթացը, նոր հաջողություններ գրանցի, ունենա բազմաթիվ ձեռքբերումներ եւ միշտ պահպանի իր ջերմ ու միավորող մթնոլորտը։ Թող առաջիկա տարիները լինեն ավելի լուսավոր, հաջողություններով լի եւ հաղթանակներով նշանավորվող։ Շնորհավոր 25-ամյակդ, սիրելի համալսարան։ Ամենամյա ավանդական դարձած հավաքներին մասնակցում են անգամ տարիներ առաջ կրթօջախին հրաժեշտ տված, բայց արդեն բարեկամացած շրջանավարտներն ու անգամ նրանց հարազատները։ Մտերմության եւ բարեկամության մի յուրահատուկ ընտանիք է ստեղծվել։ Դա կրթօջախի ճշմարիտ ու անկեղծ գնահատականն է։ Ժողովուրդը գիտե գնահատել արժանավորները։ Կրթօջախում ուսուցանվում են ժամանակին համընթաց մասնագիտություններ, արդիական ծրագրերով ու աստիճանակարգերով, ինչը վայել է միջազգային չափորոշիչներով բարձրակարգ հաստատությանը։
Հազարավոր սաներ երախտագիտության ջերմզգացումով են հրաժեշտվել Երևանյան կրթօջախի եւ այդ հրաժեշտի մեջ մշտապես ապրում է մայրական սիրո պես անմոռաց Երևանյան կրթագիտական ինստիտուտը։ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի եւ Երևանյան կրթօջախի աշխարհում ճանաչվող pedagogan նմուշի դիպլոմը կարող է անարգել կանաչ ճանապարհ բացել երազանքներով կյանքի օվկիանում իր առագաստը բացող շրջանավարտին։ Բարին նավարկում, կյանքը սիրում է եւ սպասում գիտոններին եւ խիզախներին։ Կոմեդիանական հանդիսության ջերմ տրամադրությունը յուրովի շարունակեցին երկարվեստի ճանաչված գործիչները։ А зараз запрошую на сцену відому співачку, танцівницю, акторку, нашу студентку Тамару Жамгарян. Зозулі голос чути в лісі, ластівки гнездечко звилі в стрісі, а вівчар женего тару плає, тьохнув пісню соловей загає. Червону руду не шукай вечорами, ти у мене Don't treat me so mean. You are the meanest older woman that I ever seen. I guess if you say so, I have to pack my sink and go. That's right, hit the road, Jack. And don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. And don't you come back no more. What you saying? Already know what? His inch face, yes, coach him. I грай, музико, грай, грабля горя не заліє, наливай, козаче, бо у нас ще є одна калина за вікном, одна родина за столом, одна стежина, щоб додому йшла сама. Ай, очки, ай,
Մեր հանդիսավոր արարողությունը մոտեցավ ավարտին, սակայն դեռ չի авարտվել ամենակարևորը՝ մեր պատմությունը, մեր միասնությունը, մեր ընդհանուր ճանապարհը։ На цьому наш урочистий концерт підійшов до завершення. Але не завершується найголовніше – наша історія, наша єдність, наша спільна дорога. Цей чудовий вечір для вас провели студентки інституту Розі Гудратян і Діана Мнацаканян. Щиро дякую! Այս գեղեցիկ երեկոն ձեզ համար վարեցին ինստիտուտի ուսանողիներ Դիանա Մնացականյանը եւ Ռոզի Գուդրատյանը։ Հոգաչափ շնորհակալություն, բարին ընձեն։